ես հաստատ անձի երկվություն ունեմ կամ раздвоение личности։ Ինձ թվում է տենց մարդ գոյություն չունի այս աշխարհի վրա, որ տենց ինչ-որ միտք ունեցած չլինի, որ ինքը հաստատ այդ անձի երկվությունը ունի։ Եկեք բացատրեմ իրականում, թե դա որն է։ Ու հա, սովորաբար այդ միտքը մարդկանց մոտ առաջանում է այն ժամանակ, երբ մարդը ունենում է տրամադրության կտրուկ տատանումներ, բացասականից դրականի, կամ կարծիքը արագ-արագ փոխվում է, կամ ինչ-որ նախասիրություններ ունի, որոնք որ անընդհատ փոխվում են, մեկ սա իրան դուր է գալիս, մեկ չէ, կամ միտքն արագ-արագ փոխվում։ Այսինքն ցանկացած երկբևեռ ինչ-որ կարծիքի, մտքի, հույզի պարագայում մարդը սկսում է մտածել, որ ինքը մենակ չի, այնտեղ երկուսն են ապրում, մեկ սա է ակտիվանում, մեկն է։ Իսկ իրականում անձի դիսոցիատիվ խանգարումը անձի երկվություն էլ չի կոչվում։ Այդ հետևյալն է, երբ մարդը ունենում է երկու եւ ավելի սուբ եսեր, ինքը նա խանգարում ու մի սուբ եսից մյուսի անցման ժամանակ տեղի է ունենում անջատում, այս process-ը հենց տենց է կոչվում։ Մյուս սուբ եսը, որ անջատումից հետո ի հայտ է գալիս ու սկսում է գործել, կարող ունենա ուրիշ կրոն, ուրիշ հիվանդություններ, ենթադրենք, կամ գլխավոր եսը չունի այդ հիվանդությունները, սուբ եսը կարող ունենա, կարող խոսի ուրիշ լեզուներով, կարող ունենա ուրիշ տրամադրություն, ուրիշ հիշողության ինչ-որ ծավալներ, պատկերացրեցիք, ուրիշ գենդերային պատկանելություն, այսինքն ինքը սեռով ծնված լինի, ենթադրենք աղջիկ, բայց իրան զգա տղամարդ։ Մի որոշ ժամանակ այս սուբ եսը սկսի կենսագործունեություն վարել, ինչ-որ գործողություններ անել, դրանից հետո անցնի երկրորդային պլան, ի հայտ գա առաջ գա մեր գլխավոր եսը, ու մեր գլխավոր եսը սկսի չհիշել, թե ինչ ա արել վերջի ենթադրենք 2 ժամը, որտեղ այդ վերջի 2 ժամվա ընթացքում ուրիշ մի հատ սուբ եսեր ակտիվացած ու այսպես ոչ թե 2 սուբ եսեր կան, ոչ թե 2 ինչ-որ տարբերակներ կան, կարող են լինել 50, 60, անգամ պատմության մեջ հայտնի է 100 սուբ եսերի մասին։ Դրանից հետո մի որոշ ժամանակ անց միանա ուրիշ մի հատ 3-րդ սուբ եսը, հետո 4-րդը, 5-րդը ու դրանք բոլորը իրարից խիստ տարբեր են, խիստ տարբեր բնավորության գծերով, վարքի ձևերով եւ այլն։ Կարևոր է հիշել, որ այս խանգարումը շատ քիչ է հանդիպում, շատ քիչ, իհարկե կան պատմության մեջ նկարագրված առաջին ինչ-որ դեպքեր 15-րդ դար, եթե չեմ սխալվում, Պարացելսիուսներ նկարագրել, դրանից հետո էլի կլինիկական դեպքերի նկարագրություններ կան, բայց դրանք շատ քիչ են, շատ քիչ։ Ու հիմնականում մարդու մոտ այս խանգարումը ի հայտ է գալիս խիստ տրավմատիկ իրավիճակներից հետո։ Ստացվում է այնպես, որ մեր հոգեկանը ուղղակի սկսում է մեզ պաշտպանել ու ի հայտ է գալիս, դուրս է գալիս ինչ-որ մի հատ սուբ ես, որը որ ենթադրենք շատ ուժեղ է ու սկսում է մեզ պաշտպանել ինչ-որ իրավիճակներում, որտեղ իրականում մեր գլխավոր եսը բավականին թույլ է։ Կամ օրինակ կարող ակտիվանա ուսուցիչ տարբերակով ինչ-որ սուբ ես, կամ հոգատար տարբերակով, իսկ նրանք շատ տարբեր են ու նայած թե ինչ տրավմատիկ փորձառություն ենք մենք ունեցել։ Երբ որ ասում եմ սուբ եսեր, միևնույն ժամանակ մի ընկալեք, որ մեր մեջ sense պոճուր ինչ-որ եսեր են, մարդիկ են ապրում, չէ, դա տենց չի, մենք էլի ընդհանուր ենք ու այդ ընդհանուրից ընդհանուրը կարծես թե ընկնում է ինչ-որ տարբեր հոգեկան process-ների ու վիճակների մեջ։ Մի խոսքով ասածս ինչ էր, ով մտածում էր, որ ինքը անձի երկվություն ունի, հանգիստ եղեք, հաստատ չունեք։